Սիրելի YouTube-յան հետևորդներ, մայիս ամսվա համար այսօր կանխատեսում կանենք, դա կապ կունենա Lenormand քարտերի հետ։ Նախ մինչև դա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հետևորդներին ձեր մեկնաբանությունների համար, ձեր լայքերի, այն նոր մարդկանց համար, ովքեր որ տարբերում են իրականությունը խաբեությունից եւ միանում են իմ ալիքին ճիշտ կանխատեսումներ ստանալու համար, եւ նաեւ լայքում եք, մեկնաբանություններ եք գրում, ինչի համար նաեւ ձեզանից եմ շնորհակալ եւ իմ բոլոր հետևորդներից։ Այսօր ես որոշեցի մի փոքր Lenormand քարտերով կանխատեսում տանել, որպեսզի տեսնենք ինչպիսի իրադարձություններ է սպասվում մայիս ամսին։ Քարտերը բավականին լավ խառնել եմ, տեսնենք իրադարձությունները մայիս ամբողջ ամիսը 2025 թվականին Հայաստանում։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Մի րոպե, սենց դնենք։ Անսպասելի իրադարձությունները շատ հետաքրքիր է դուրս եկան։ Եվ այսպես սկսենք աշխատել, հարգելի հետևորդներ, ուրեմն ինչ եմ ես տեսնում։ Իրադարձությունները, որոնք սպասվում են մայիս ամբողջ ամիսը Հայաստանում, դա հենց առաջի քարտը դուրս է եկել Բաշնյան, տաճար է կոչվում, որը խոսում է այն մասին, որ հնարավոր է ավանդույթների մեր հետ կապված, հավատքի հետ կապված, ինչ-որ ազգային արժեքների պահպանման հետ կապված հարցեր լինեն, այստեղ չի բացառվում եկեղեցու ազդեցության կամ ինչ-որ հոգևոր վերածննդի մասին, հենց ուրեմն մայիս ամբողջ ամիսը, Լիլիան խոսում է պետականության հետ, պաշտոնավոր մարդկանց ինչ-որ զինվորականների հետ, նրանց միգուցե կլինեն մարդիկ այդ ասպարեզից, որոնք կփորձեն ազնիվ լինել, այստեղ կարող է բարոյականությունը կապ ունենա, նաև չի բացառվում, որ մոտ ապագայում հենց մայիս ամիսը այստեղ բերի մաքրում, հենց այդ ասպարեզում նաև բյուրեղացում կարող է սպասվի, նաև հանրային եւ քաղաքական դաշտում դա կարող է լինել, նաև կանացի էներգիաների ուժեղացման հետ կապ ունի, ինչպես նաև մարդկանց հեղինակության եւ պատվարժանության հետ։ Ինչն է հետաքրքիր, որ գիրքն ենք մենք տեսնում, գիրքս այստեղ կարող է բերել գաղտնի ինչ-որ թաքնված տեղեկատվություններ, փաստաթղթերի կամ ինչ-որ նոր, բացահայտումներ կարող են լինել մայիս ամսին կամ մոտ ապագայում, այստեղ կարող է ակնկալվել ինչ-որ կարևոր փաստաթուղթ կամ միգուցե դա տեղեկատվությունների հետ կլինի, որը կհրապարակվի եւ որը մեծ ազդեցություն հետագայում կարող է ունենալ։ Տնտեսության հետ կապված, ֆինանսների հետ կապված նոր ինչ-որ շրջանառություններ կարող են լինել, այդ մասին խոսում է մեր ձուկ քարտը, 34-րդ շարժ կարող է լինել, նոր հոսքեր եւ չի բացառվում, լսենք ինչ-որ նոր ներդնումներ։ Նամակ քարտն է մեզ մոտ, որը կարող է խոսել ինչ-որ պաշտոնական տեղեկատվության հետ կապված նոր հաղորդագրություն մայիս ամսին մենք կստանանք կամ դա կարող է լինել ինչ-որ միջազգային կառույցների կողմից, կարող է նաև այստեղ մատնանշել մի որոշում կամ առաջարկ, որը պետք է ընդունվի կամ ստորագրվի, Նաև դուրս է եկել
6-րդ քարտը, ներողություն 7-րդ քարտը դա կապ ունի օձի հետ, օձը բոլորս գիտենք մեր հարևան թշնամիներն են, այստեղ նախանձություններ կարող է լինել, պրովոկացիաներ, նաև կա վտանգ արտաքինից։ Այստեղ օձը մեզ իհարկե կարող է զգուշացնել, նաև չնայած ինչ-որ դրական զարգացումներ, որոնք կարող են լինել, այստեղ կամ թաքնված ուժեր կամ մարդիկ, ովքեր կարող են խանգարել այս գործընթացներին։ Կարող է լինել հարցի լուծում, ինչի մասին խոսում է Բալանին, եւ ինչն է հետաքրքիր, որ այստեղ կոնկրետ հստակություն պետք է մտցնեն, հա, բայց ճակատագրական որոշումներ կարող է լինեն, որը ճիշտ քայլը կամ լուծումը կարող է հայտնեն բացելով դռներ դեպի նոր փուլ, հա։ Ամպերը ինչ-որ անորոշության մասին են խոսում, որտեղ կարող են փորձել մարդկանց շփոթության մեջ գցել, հա, մթնոլորտային ինչ-որ լարվածություն ստեղծել, նաև կարող է խոսել հանրային մեր տագնապի կամ ժամանակավոր ինչ-որ խառնաշփոթների մասին, փորձելով դա հրամցնել մեր ժողովրդին։ Ինչն է հետաքրքիր, որ վճռական ինչ-որ գործողության մի շրջանի վերջ կարող է գալ, սա անսպասելի փոփոխություն կարող է լինել, միգուցե ինչ-որ անցումային փույլ հարթ չի գնա, որովհետև միգուցե այստեղ կլինեն դաշնակիցների հետ կապված, հա, ինչը շունքարդն է ինձ մոտ այս մասին խոսում, ում հետ միգուցե իշխանություն ընկերություն է անում։ Այս քարտը նաև հուշում է, որ Հայաստանը կդառնա դաշնակիցների, հա, կամ կունենա, չգիտեմ, դաշնակիցների աջակցություն, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային, միգուցե մակարդակում։ Լուսինը, որտեղ որ մենք տեսնում ենք, շատ հետաքրքիր քարտեր է դուրս եկել, այստեղ Լուսինը երեխայի հետ, այստեղ հանրային ուրեմն ռեյտինգների, հույզերի, միգուցե տեսնեք, որ այսօրվա մեր իշխանության, հա, ղեկի անձնավորությունը ինչ-որ անհասկանալի բաներ է խոսում, կամ ինչ-որ անհասկանալի բաներ են անում, հա, այդ TikTok-ով կարող եք տեսնել այլ մեդիա դաշտերում, նաև մշակույթի դաշտի հետ կապված ինչ-որ կնոջ էներգիայի հետ եմ տեսնում դա կապված, ինչ ամեն մարդուն դուր չի գա, անկանխատեսելի կարող եք համարել այդ մարդկանց։ Նաև ինչ-որ նոր սկիզբ կարող է լինել, նոր մոտեցում Հայաստանում փոփոխվող, հա, փոփոխություններին, դա նաև կարող է կապված լինել մեր ապագա սերնդների ներգրավմամբ։ Իսկ ընդհանուր ես կասեի, որ Հայաստանին մոտ ապագայում միգուցե մուտք է գործելու մի շրջափուլ, որը կարող են տեղի ունենալ միաժամանակ եւ բացահայտումներ լինեն, ես ասեցի գիրք քարտներ դուրս եկել, եւ այստեղ բարոյականության հետ կապված վերածնունդ կարող է լինել, ինչ-որ հարցերի լուծումներ, որը Լիլիան է այդ մասին խոսում, եւ տնտեսական շարժ կարող է լինել նաեւ, սակայն այս ամենին, հա, ուրեմն զուգահեռ գոյություն ունի նաեւ թաքնված, դա գիրքն է, հա, դիմադրություն, դա կարող է լինել 7-րդ քարտը, այսինքն մեր թշնամիները, օձը եւ ամպերը, հա, որոնք կարող են փորձել խոչընդոտել Հայաստանի փոփոխությունների հետ կապված նոր իրադարձությունները։ Այստեղ շատ բան կարող է կախված լինի հանրային, հա, ուրեմն իմաստությամբ կատարվող ընտրություններից, որի մասին խոսում էր Բալանին, եւ ինչն է հետաքրքիր, որ այստեղ կարևորվելու է հավատարմությունը երկրի մեր ներսում եւ դաշնակիցների կողմից դա շունն է, հա, հավատարմության հետ կապված։ Կլինեն նոր սերունդի հետ կապված ապագայի ձևավորողը մեր նոր սերունդը, հատկապես դա մշակույթի եւ հույզերի հետ է կապված լինելու։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ անսպասելի իրադարձություններից մեկը դրանք կարող են լինել հասարակության հանրային իրադարձությունների հավաքները, չի բացառվում այդ ալիքն էլ բարձրանա բաց տարածքների, այսինքն մեդիա դաշտում շփում մեծ խմբերի հետ կարող է լինել, որովհետև այս քարտը ինքներդ եք տեսնում, այգի քարտն է, որ այո, մեդիա դաշտի հետ ինքը բավականին մեծ կապ ունի,
խոսում է կոլեկտիվ մակարդակի մասին, իրադարձությունները, որոնք սպասվում են եւ որոնք կարող են տեղի ունենալ հենց հանրային ընդգրկում կամ քննարկումներ, այսպիսի տարբեր, որտեղ կարող եք տեսնել եւ ագրեսիվ եւ ասեցի, անսպասելի։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ այստեղ բացահայտումներ կարող է բավականին լինեն, ինչի մասին խոսում է նամակը եւ այգին, դա հանրային ընկալումը մի քիչ ուրիշ ձևի մարդիկ կարող են ընդունել։ Քաղաքական կամ միջազգային համագործակցության վերաբերյալ, գուցե նախապես այդտեղ գաղտնի պահված ինչ-որ որոշումներ լինեն, որը կարող է հրապարակվեն։ Բնականաբար այստեղ հանրային արձագանքին դա իհարկե կարժանա, քննարկումներ կարող են լիճել, վեճեր կլինի, վախեր կլինի, կամ կարող փորձեն մարդկանց շփոթեցնեն, ամպեր քարտն է այդ մասին խոսում։ Տեսնում ենք հետաքրքիր քարտեր ունեմ ես այստեղ, հանրային տարածքում այս ազգայինի հետ է կապված հոգևոր կամ մշակույթի մեր արժեքների հարցեր կարող են բարձրացնել, միջոցառումներ կարող է տեսնեք քաղաքական հայտարարությամբ տարբեր, որը կարող է համարվել որոշիչ պահ, մեր երկրի կերպարի հետ։ Ընդհանրապես նաև զգուշացումներ ունեմ մայիս ամսվա համար, որովհետև բուռը չնախատեսված շրջադարձեր են սպասվում եւ այստեղ հնարավոր է բավականին մեծ բողոքի ալիք ժողովրդի կողմից, հանրահավաքներ լինեն, այստեղ կամ ներքին ինչ-որ քաղաքական դաշտում տրամադրության կտրուկ փոփոխություններ լինի մարդկանց մոտ, մասնավորապես արտաքին ճնշումների հետևանքով, բոլորս գիտենք ինչ ճնշումներից եմ ես խոսում։ Դա կարող է լինել նաև կարճատև, բայց ազդեցիկ, խնդիր պետական, կառույցի կամ քաղաքական, ուժի շուրջ դա կարող է լինել, մեկը մյուսի հետ բախում։ Նոր ուժեր կարող են ի հայտ գալ, դրա մասին խոսում է ինձ մոտ Շուն, Լուսին եւ երեխան, այսինքն նոր երիտասարդ ուժի մասին է այստեղ խոսքը, որը միգուցե տեսնում ենք, խոսում են վայենի հակած երիտասարդները, ինչ որ նոր ուժ ձևավորեն կամ կարողա ծնվի, որը կարող է ստանալ հանրային աջակցություն։ Գուցե ինչ-որ նոր հասարակական շարժման հետ դա կապ ունենա քաղաքական հարթակում, որը հանդես կգան մաքրելու նպատակով այսօրվա անձանց։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ մայիս ամսվին բավականին անսպասելի շրջադարձ եւ հանճարեղ կարելի ասել շրջադարձ կբերի, կլինեն բավականին հանրային բացահայտումներ, քաղաքական կամ այստեղ հնարավոր է մշակույթի ինչ-որ նոր փուլեր լինի, երիտասարդները բավականին դուրս կգան, ձայները իրենց կբարձրացնեն, նաև դրսից կամ ներսից եկող դիմադրություններ կարող են լինել, որը կարող է այստեղ սրել իրավիճակը։ Այդ ամենը կարող է լինի հենց հանրության առաջ, բայց հանրային տարածքներում կամ մեդիայում եւ կունենա բավականին հուզական էմոցիոնալ ազդեցություն մեր ժողովրդի վրա։ Ինչն է հետաքրքիր, որ այգի քարտը նաև հուշում է այն մասին, որ այստեղ հասարակությունը, որտեղ բաց տարածքներն է, մարդիկ տեսնում են, շփվում են, դա կարող է լինել YouTube-յան հարթակում, այլ հարթակներում եւ այլը, բավականին շատ այսպիսի հավաք խմբեր կարող եք տեսնել, ինչ-որ կուսակցությունների կամ այլ մարդկանց, ովքեր այդ թեմաներով բավականին շատ կխոսեն, այստեղ ժողովրդի հետ կապված զգացմունքները աջակցության խորհրդանիշն է, խորհուրդ է տալիս ընդհանրապես սիրտ քարտը նաև այդ հարցով դիմել։ Մենք այստեղ տեսնում ենք, ես դեռ էլի նորություն ունեմ ասելու աստղաբաններին, որ այստեղ սխալ չաշխատեն, որովհետև դա իրանց դեմ կարող է հետագայում գալ, որովհետև այստեղ քարտեր կա, որ դեռ ես այս մասին խոսում եմ։ Աստղը նաև կարող է հույս տալ, ժողովրդին ուղեցույց տալ, որպեսզի նոր վերածնունդ լինի մեր երկրում, այսինքն հանրային ուշադրության, որպեսզի մարդիկ համախմբվեն եւ այլ, բայց
Այստեղ կլինեն մարդիկ, հենց խոսքս աստղաբաններին է վերաբերվում, ճիշտ ինֆորմացիա տարածեն, չխարխլելու էլի իրավիճակը, հա, որովհետև հենց աստղ քարտի կողքը դուրս է եկել ինչ-որ ծրագիր, որի մասին չեն խոսում, լուսինն է։ Սա ինչի մասին է խոսում, նաև օծ քարտն է այստեղ, ինչը խոսում է դավաճանությունների, հիասթափությունների մասին, որոնք նրանք կարող են արտահայտվել եւ այլ, չի բացառվում մոգերի մասին խոսելով կամ, չգիտեմ, կախարդների այլ մարդկանց հետ տրամադրելով։ Ինչու տրամադրելով, որովհետև այստեղ կա մութ բան, որի մասին իրականում չեն խոսում։ Ահա, փորձելով ինչ-որ իրանց համար դռներ բացեն և իրանց հարցերը լուծեն։ Այսպիսի քարտեր են եկել, թող ժողովուրդը զգույշ լինի։ Որովհետև բնական է, աստղաբանները չեն կարող ձեզ մաքրում տանել և եթե հարցնում եք էլ հետագայում, այդ մարդիկ ձեզ ինչ են ասում, լսել եք բավականին շատ աստղաբանների բերանից, հա, դե մենք քո Աստված չենք, կախարդական փայտիկ չունենք։ Դրանով զբաղվում են այլ մարդիկ, ամեն մեկը թող նստի իր տեղը։ Անցնենք առաջ։ Ժայռ քարտն է, որ տան հետ է դուրս եկել այստեղ ինձ մոտ, որը խոսում է բավականին խոչընդոտ մարդկանց մասին, որ կլինեն նաև փակ ինչ-որ ուղիներ, ճգնաժամեր Հայաստանում և մեր այսօրվա, հա, այս իշխանությունների հետ կապված, նրանց մոտ էլ է այդպիսի շրջափակում սպասվում, այսինքն բավական դժվարություններ է իրանց սպասվում։ Ինչն է հետաքրքիր, որ կարող են լինել նաև անսպասելի փոփոխություններից մեկը հենց խոչընդոտն է, փակ ուղիներն են և ճգնաժամային իրավիճակները, կորուստ կարող է լինել, քայքայում, թաքուն վնասներ կարող են փորձել տալ մեր երկրին, անգամ և թշնամին և այսօրվա մեր իշխանությունները, փորձելով խաբել, մանիպուլյացիաներ անել և սուտ խոստումներ տալ, ինչի մասին խոսում է աղվես քարտը հենց, տեսնում եք ինչ քարտի հետ է, հա, որ ավելի շատ ստանան, բայց իրենց պատիժը սպասեցնել չի տա, էլի այստեղ երկու քարտ ունենք, տնենք մի քիչ վերև։ Ինչն է հետաքրքիր այստեղ, որ այդ միջոցով նաև կարող է շանտաժներ լինի, տեսնեք անսպասելին, հա, մեկը մյուսի փորձի ինչ-որ բաներով, վիդեոներով նաև շանտաժներ անի, մեկը մյուսի զոհը դառնա։ Այստեղ կեղտոտ խաղերը անխուսափելի կլինի։ Ինչն է հետաքրքիր, որ այստեղ ճակատագրական փորձություններ են նաև սպասում և ցավոտ դաս որոշ մարդկանց համար։ Եվ ինչն է հետաքրքիր վեճեր կլինեն բավականին շատ բախումներ մայիս ամսին և կոնֆլիկտներ կրկնվող լարում։ Անսպասելի իրադարձությունները դա հենց ինքը ասեցի, հա, սիրտը այգին, այս կոմբինացիաները խոսում են այն մասին, որ մեծ հիասթափություն և ցավ է սպասվում հասարակության ներսում, գուցե մի որոշում կամ, չգիտեմ, մի հայտարարություն կարող է բերի խոր հուզական արձագանքի մարդկանց մոտ, կարող են բացահայտվել խոր արմատավորված խաբեություններ, աղվեսն է առնետի հետ խոսում, ժայռի հետ միասին այդ մասին, որտեղ կարող են լինել թաքուն մանիպուլյացիաներ, կոռուպցիա կամ ինչ-որ անբարոյական գործարքներ, սենց բացահայտումներ էլ կարող եք լսել, նաև կարող են լույս աշխարհ դուրս գալ, առաջացնելով սոցիալական բավականին մեծ զայրույթ։ Գիտեք ինչ, սա ինձ հիշեցնում է դեպքեր ֆեյքերի հետ նաև կապված, որ մեկը մյուսին անբարոյական ասում, էս ասում, են ասում, սրբապղծելով մեր ազգին, մեր պառակտելով շատ մարդկանց, որ իրավունքը որոշ մարդիկ չունեն։ Լարվածություններ, բախումներ կլինի հանրային դաշտում, որովհետև խաչը նաև խոսում է դժվարությունների, հա, այստեղ սոցիալական բախումը անխուսափելի է, դա հանրահավաքների հետ է կապված և դժգոհության ալիքների հետ, որտեղ մարդիկ կարող են իրենց դժգոհությունը ներկայացնել։
Ստեղ նույնիսկ հնարավոր է որոշակի սահմանային ինչ-որ անվտանգային վտանգ լինի, որը խոր զգայական արձագանք կարող է առաջացնել։ Չնայած այս ամենին, մենք տեսանք, որ ունենք բավականին լավ քարտ, աստղ քարտն է, որը կարող է մեր ազգին հույս տալ, հա, որպեսզի հավասարակշռող լինի մեր ազգը, մի քիչ էմոցիաներից դուրս չգա, որովհետև մեր ազգը էմոցիոնալ է ընդհանրապես, որովհետև նույնիսկ այդ մթագնած իրադարձությունների մեջ կարող է նշվել, որ կա ինչ-որ ուղղություն դեպի ապաքինում, այդ մասին խորհուրդ է տալիս և հույս է տալիս մեզ աստղ քարտը, որտեղ մարդիկ կարող են գտնել իրենց միավորվելու կամ ընդհանուր ազգը միավորվելու համար, որպեսզի այս հարցերին լուծում տանք։ Ընդհանրապես հասարակության մոտ հնարավոր է խոր հուզական հիասթափություններ սպասվի մի իրադարձություն կամ բացահայտման պատճառով։ Կլինեն թաքուն խաբեություններ, վնասարար դինամիկաներ կարող են դուրս գալ մակերես կապված հարցեր, որոնք կարող են լինել իշխանությունների, մեդիայի կամ համակարգների, այդ համակարգների հետ։ Բախումներ, ընդվզումներ կամ ակտիվություն այստեղ կլինի հանրային կյանքում, բայց հրապարակներում մամուլի կամ հարթակներում։ Բայց նաև այստեղ հույսի շող կա, որը կարող է դառնալ հենց վերափոխման սկիզբ Հայաստանի համար, Ինչն է հետաքրքիր, որ անսպասելի իրադարձությունները այստեղ կարող են իր հետ բերել բավականին ուժեղ էներգետիկա, մեծ էներգետիկա ալիքներ, որոնք կարող են ազդել ինչպես հանրային կյանքի, այնպես էլ հոգևոր դաշտի վրա, որովհետև Լենորմանի հենց ինքը խորհրդանշական քարտերը բացահայտում են այս խորը պատմությունը, հուշելով մեզ լինել մեր այազգին ուշադիր, զգոն և միևնույն ժամանակ ներքուստ ամուր։ Այգի սիրտ աստղ այս բոլոր քարտերը, ժայռը, առնետները, խաչը և պատժի քարտը, որը ես ձեզ ցույց տվեցի, դրել ենք այստեղ, դա անխուսափելի է լինելու, այստեղ հնարավոր է խոսում են այն մասին, որ ուր է մայիսին սպասվում են բավականին հանրային դաշտում, ցավալի բացահայտումներ, թաքուն մանիպուլյացիաների, վստահության և խորը հոգեբանական ցավ ժողովրդի զգացմունքային դաշտում։ Սիրտն ու մյուս քարտը խոսում են այն մասին, որ դա կարող է լինել մի հիասթափություն, որը անմիջականորեն կարող է անդրադառնալ ազգային մեր ինքնության, ինքնարժեքի զգացմունքների վրա։ Իսկ ժայռը առնետների հետ խոսում են այն մասին, որ կարող են լինել արգելքներ, որոնք տարիներ շարունակ կուտակել են այս մարդիկ կառուցված կեղծիքի, շահի և գաղտնի վնասի վրա, և այժմ դրանք կարող են դուրս գալ լույս աշխարհ։ Աղվեսը նաև զգուշացնում է խաբեությունները, դրանց չեն անցնի աննկատ։ Իսկ խաչն ու մտրակը, որը ես ձեզ քիչ առաջ ցույց տվեցի, ինքներդ նայեք, սրանք խոսում են այն մասին, որ ճակատագրական բախումները անխուսափելի է, որովհետև հանրային հարթակներում ստեղ հնարավոր կլինի լարվածություն, ժողովրդի բողոքը, ակտիվությունը և ընդվզումը։ Դա կարող է լինել ինչպես սոցիալական և քաղաքական բնույթի, այստեղ ճակատագրի անիվը կարող է շրջվել, ցավոք սրտի։ Նաև աստղի քարտը մեզ ասում է, որ հույս ունենք, որ ամեն ինչ կարող է դեպի լավը գնալ։ Եվ այստեղ յուրաքանչյուր մթության մեջ կարող ենք տեսնել սկիզբը լուսաբացի, այս շրջափուլը կարող է նաև դառնալ վերափոխման, վերածնունդի սկիզբ, եթե ժողովուրդը խոսքի կանգնի իր ճշմարտության կողքին և մինչև վերջ գնա։ Այս մայիս ամսին ես մեր հայ ժողովրդին ընդհանրապես խորհուրդ կտայի զգուշանալ սուտ տեղեկատվություններից, զանազանելով իրականը կեղծից, չտրվել սանդրանքների,
բայց նաև չլռի մեր ազգը արդարության պահերին։ Լսեք ձեր ներքին ձայնին, ձեր սրտին և ձեր աստղին, որովհետև սա բավականին կարևոր է։ Լենորման քարտերը բացահայտում են, իսկ դուք ընտրում եք ինչպես անցնել, սիրելի հայ ժողովուրդ, մեր ազգին այս ճանապարհը։ Եվ մի փոքր ուզում եմ աստղաբանների հետ կապված ասել, որովհետև ես կոնկրետ իրանց հանդեպ բան չունեմ, բայց ցավոք սրտի այդ քարտը շատ է դուրս գալիս, այստեղ փորձելով մարդկանց անուններ, ինչ-որ բաներ հասկացնել, որ այդ մարդիկ մութ են, ինչ են, դուք հետագայում չեք կարողանալու որևէ հարցի լուծում տալ, այն մարդկանց կապված իրենց մաքրումների և այլ գործերի հետ։ 3 քարտ է դուրս եկել։ Տեսնում եք, որովհետև լուսին քարտն է, դուք ինքներդ սկի ձեր վրա վստահ չեք, որ դուք կարող եք արդյոք այդ մաքրումները կատարել, փորձելով մարդկանց, այլ մասնագետների ինչ-որ անուններ տալ, ոչ բոլորին է սա վերաբերվում է կին է, ով բավականին էմոցիոնալ անձնավորություն է և կարող է ինչ-որ արտահայտություններ անել, որովհետև հենց աստղաբանի մասին է խոսքը։ Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Եվ եթե հետո մարդիկ այս մարդկանց դիմեն, բաց է, դուռը, բայց կփոշմանեն։ Ինչի, որովհետև այդ մարդիկ չեն կարող ձեզ մաքրել, այդ մարդիկ չեն կարող, ինչպես ճիշտ մասնագետներն են աշխատում, դա հատուկ է արվում այդ անձանց կողմից, որպեսզի դուք հեռու մնաք ճիշտ մասնագետներից և այլը, և այլը։ Եվ կստացի, դա կլինի բավականին ագրեսիվ տոնով, դուք դրանք կնկատեք անձի կողմից, անձը բավականին ագրեսիվ կարող է արտահայտվել և այդպիսի անձանց միայն սա է հետաքրքրում, աղվեսը և միայն իրենց թակարդը գցեն, տեսնում եք։ Կստացի, անձի մազերը կարող է լինել ինչպես շեք, այնպես էլ տեսնում եք, ինքներդ եք տեսնում ինչ գույն է։ Նաև ինչ-որ այլ աստղաբան եմ տեսնում, զոհը շատ մարդիկ են եղել, մի փոքր զգույշ եղեք։ Սա իմ նոր կանխատեսումն է, անձը բավականին մանիպուլյատոր է։ Մազերի գույնը կարող է անընդհատ ներկել, սպիտակ մաշկով, սկզբից խոսում է էմոցիոնալ, ինչ-որ պորտքումներ է անում, հետո նոր մտածում է, ինչու ես դա ասեցի կամ արեցի, բավական շուստրի մարդկանցից է այստեղ խոսում։ Եվ ագրեսիան, տեսնում եք, բավականին մեծ է, միգուցե ունի ատամների նաև խնդիր կամ ինչ-որ անընդհատ կարող է խոսել, գիտեք ինչից, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է, անընդհատ այդ բառը ինքը կարող է օգտագործել։ Ես բավականին պրոֆեսիոնալ եմ աշխատում իմ Լենորման քարտերի հետ, կտեսնենք, թե ինչքանով է ճիշտ իմ կանխատեսումը, բայց վտանգները բավականին շատ են։ Կստացի նաև այստեղ հնարավոր է չի բացառվում, նարկոտիկի հետ կապված դեպքեր երիտասարդին, թե տղամարդ կարող է լինել, կոռուպցիայի հետ դա կապ ունի։ Կտեսնեք դեպքեր, նաև վայենիների հետ կապված բացահայտումներ կլինեն։ Գիրքը, որը հələ փակ է, բայց հետագայում այդ բացահայտումները անսպասելի դուրս կգան ջրի երես։ Եկեք այստեղ աղվեսի քարտներ, աստղաբանների քարտներ, մի փոքր այստեղ հարցողենք ու դրանով էլ ավարտենք, սիրելի հետևորդներ, այսօր աղվեսը, առնետը և լուսինն ու ասնենք առաջ։ Տեսնենք աստղաբանների այս նպատակը ինչի համար է, աստղաբանների քարտն է, լուսնի, աղվեսի և առնետների։ Տեսնենք աստղաբանների
այս, հա, ելույթները ինչ մոտիվ է կրում, մոտիվացիա, հիմարացնելու մարդկանց, երեխայի քարտն է, երեխայի պես հիմարացնելու, էլ ինչ, որ իրանք ծաղկեն, տեսնում եք, ես ասում եմ, չէ, այստեղ մի բան են չի, որ իրենց մոտ լինեն փոփոխություններ, որ գնաք իրենց մոտ, մոտիվացիան դա է, իսկ ինչ են հենց կոնկրետ մոգերի, իրական մասնագետների հանդեպ այս քայլերը անելու, ճանապարհը տեսնում եք որոշումները, որովհետև մոգերն ունեն, իրենք շատ լավ աշխատում են, նրանք ունեն իրենց ընտրած ճանապարհները եւ նրանք կարող են այդ հարցերին լուծում տալ, բայց նրանք այդքանը հասկանալով, որ այդ մարդիկ ունեն հավատարիմ մարդիկ, ստացի, փորձելով, տեսնում եք, մեկը չի, բամբասեն, ինչ-որ արտահայտություններ անեն նրանց հասցեին եւ այլը, որպեսզի նրանց հասնի այդ խոսակցությունը, մոտիվացիան հասկացանք, իսկ ինչու են այդ արտահայտությունները հնչելու կոնկրետ, հա, աստղաբանների բերանից, իրական մասնագետների հանդեպ, փորձում են խոչընդոտ հանդիսանալ այդ մարդկանց։ Իսկ տեսնենք, եկեք հարցնենք, իսկ օրինական դաշտում, ընդհանրապես օրինական դաշտ, մտել են այդ աստղաբանները ինձ նման, որ նման արտահայտություններ են, իհարկե ոչ։ Ոչ, իսկ ինչու չեն մտել, շոկի մեջ են հիմա իմ կանխատեսումից, որովհետև միտք չունեն իրանք դագավոր կապել օրինական դաշտում, որպեսզի օրինական աշխատեն եւ լռեն, ամեն մարդ իր գործն անի, հա, մոտիվը, իսկ ինչը ձեռք չի տալիս աստղաբաններին, որպեսզի մտնեն օրինական դաշտում աշխատեն, ավելորդ գումար չեն ուզում ծախսել, այո, որպեսզի դժվարություններ չունենան։ Եկեք մի հարցել ուղենք, իսկ գալու է մի ժամանակ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իրենց հռչակում են, կապ չունի, աստղաբան, տարոլոգ եւ այլ մարդիկ, որ մեր օրինական դաշտը այդ մարդկանց, հա, շատերին կստուգի եւ կհրավիրի, որպեսզի իրենք օրինականացնեն, օրինական դաշտում աշխատեն, դա իրական մասնագետների մասին է, այո, այդպիսի բան մի քիչ ուշոտ սպասվում է, սա օրենքի քարտ էր եւ չի բացառվում շատերին պատժեն, թեմաները կլինի, ինֆորմացիաներն կստանան այդ մարդիկ, իսկ կստուգեն գիտելիքները, եկեք հարցնենք, արդյոք նրանք իրականում էզոթերիկ են, արդյոք նրանք քնում արթնանում են, իրենց կոչում են տարոլոգ, հա, կփակեն իրանք, չեն թողի, կարգել են, այո, հեռանում են, տեսնում ենք, այո, լինելու է այդպիսի բան, բայց ես կարծում եմ 26 թվականին երևի, խորուրդ ու վերջ, խորուրդ, սա այս քարտը մեդվեժի услуга, հա, որ ասում են, ամեն մարդ պետք է օրինական աշխատի եւ չխանգարի որևէ մեկի գործին, իսկ եթե խանգարում է, արդյոք դու մասնագետ ես, որ օրինական դաշտում մարդկանց դու կարող ես ինչ-որ բան ասել, այդ մարդիկ օրինական դաշտում են, օրինական են աշխատում, ինքդ փորձիր, հա, սա մասնագետներին է վերաբերում, մտնել օրինական դաշտ, ուշ թե շուտ դա լինելու է, պետական պաշտոնյաների մասին է խոսում, ուշ թե շուտ դուք գործ ունենալու եք նրանց հետ,
Համենայն դեպս ավարտենք սրանով, սիրելի հետևորդներ, հետաքրքիր, կստացի, расклад եղավ ընդհանուր, ես քիչ անց կհրապարակեմ, զագրուսկա կտամ իմ YouTube-յան առաջի ալիքում և կարող եք մայիս ամսվա կանխատեսումը դիտել իմ YouTube-յան առաջի ալիքում։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք և երջանիկ, կունենաք հարցեր, կարող եք դիմել իմ WhatsApp և Telegram կանալի երկու ալիքներին, +374 93 40 45 37 կոնտակտային տվյալին։ Այսօր այսքանը, լավ եղեք։